ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ աջակցում են Հայաստանին նախապատրաստվելու Երևանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, COP17-ին։ Այս անգամ Հայաստանը հյուրընկալելու է բոլոր կոնվենցիայի կողմ պետություններին, ինչպես նաև Հայաստանի համար է դա շատ հետաքրքիր հնարավորություն նախ եւ առաջ մասնակցելու նման մեծ միջազգային համաժողովին եւ իհարկե բազմաթիվ գործընկերային կապեր ստեղծելու, նոր մտահղացումներ ստեղծելու, կենսաբազմազանության հետ կապված բոլոր խնդիրները վերհանելու եւ տեսնելու ինչպիսի լուծումներ, համատեղ լուծումներ հնարավոր են գտնել։ COP17-ը պետք է դառնա իրադարձություն ողջ հասարակության համար, որպեսզի Երևանի ցանկացած անցորդ իմանա, թե ինչ է կենսաբազմազանությունը, հպարտ լինի COP-ի համար իր երկրի արած քայլերով։ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը միշտ պատրաստ է աջակցել այդ գործընթացում։ Աջակցություն Հայաստանին պատրաստվելու COP17 կողմերի համաժողովին ծրագիրն ուղղված է ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի արձանագրությունների, ազգային ռազմավարության վերաբերյալ շահառուների գիտելիքների ամրապնդմանը COP17-ում ակտիվ եւ արդյունավետ մասնակցության նպատակով։ Երևանում եւ Դիլիջանում անցկացվեց կարողությունների զարգացման 3 աշխատարան, որոնց ընթացքում ծրագրի փորձագետները պետական, դիվանագիտական, միջազգային, հասարակական կառույցների ներկայացուցիչներին ներկայացրին ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիան, Նագոյայի եւ Կարթագենայի արձանագրությունները, Կունմինգ Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը, կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը, COP17-ին մասնակցության ռազմավարական ուղղությունները, COP17-ի առաջնահերթություններն ու COP16-ի արդյունքները։ COP16-ի ժամանակ մենք նաև ունեցել ենք որոշ փոփոխություններ, ստեղծվել է Կալիի ֆոնդը, գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականության տեղեկատվության օգտագործումից ստացված օգուտները արդար եւ հավասար բաշխման սկզբունք են հիմնադրում Կալիի ֆոնդի միջոցով այն ընկերությունները, բիզնես կազմակերպությունները, որոնք որ օգտագործում են այդ գենետիկական ռեսուրսները, նրանք արդեն պետք կլինի, որպեսզի օգտագործումից հետո նաև ներդրում կատարեն հետ Կալիի հիմնադրամ։ Գիտեք, կլիմայի փոփոխությունը բերում է եւ կենսաբազմազանության կորստի, եւ բերում է անապատացման խնդիրների, եւ նրանք անապատացումը կլիմայի փոփոխության վրա ինքը իր հերթին է ազդում։ ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան, Կարթագենայի եւ Նագոյայի արձանագրությունները միասին նպաստում են կենսաբազմազանության պահպանմանը, կենսաանվտանգությանը, գենետիկական ռեսուրսների արդար կառավարմանը։ Շրջակա միջավայրի բաղադրիչներից կենսաբազմազանությունը ունի հսկայական նշանակություն ոչ միայն տեսանելի վիզուալ դարձնելու համար մեր շրջակա միջավայրը, այլև ունի տնտեսական, սոցիալական օգուտներ, որոնք բխում են հենց կենսաբազմազանության պահպանություն։ Հայաստանը ինչպես այլ երկրներ շատ դեպքերում որոշակի ռիսկերի առաջականգնում էկոհամակարգերի եւ կենսաբազմազանության պահպանության տեսակետից։ Մեր էկոհամակարգերը իրար բոլոր բաղադրիչներով, բուսական աշխարհն է, կենդանական աշխարհն է, հողն է, իր քիմիական բաղադրիչներով, ջուրն է, օդը եւ մնացածը, բոլորն էլ ենթակա են որոշակի փոփոխությունների, որոնք որ էվոլյուցիայի ընթացքում տեղի են ունեցել եւ էլի տեղի են ունենում, բայց այսօրվա դրությամբ այդ փոփոխությունները խիստ աճել են։ Գլոբալ օրակարգին համընթաց Հայաստանը մշակել է կենսաբանական բազմազանության ազգային ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը, հիմք ընդունելով Կունմինգ Մոնրեալի կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի 23 թիրախները։
Ինչ վերաբերում է երրորդ թիրախին, որը բոլորին հայտնի 30-30 նախաձեռնությունն է, որ մինչև 2030 թվականը բոլոր ամբողջ աշխարհը եւ յուրաքանչյուր երկիր ցանկալի է, որ պահպանի առնվազն 30% ջրային, ցամաքային, նաեւ ծովային տարածքները։ Մենք ունենք հնարավորություն այս ուղիով շարժվել եւ մինչև 30 թվականը հասնել մեր առաջադրված նպատակին։ COP17-ի գործընթացներում կարևորվում է քաղաքացիական հասարակության դերը եւ պատասխանատվությունը կենսաբազմազանության պահպանության գործում։ Շատ փորձագիտական նաև նկատառումներ, զեկույցներ, մասնագիտական մոտեցումներ են մշակվում քաղաքասարակության անդամների կողմից, դրանք բավականին բարձր մակարդակ ունեն եւ բավականին հետաքրքիր խնդիրներ են վերծանում։ Շատ կարևոր է համայնքների եւ նաև քաղաքասարակության կարծիքների հաշվի առնելը, որպեսզի մենք ունենանք հաջողակ ուղի հենց կենսաբազմազանության խնդիրների լուծման առումով։ Ավելի շատ մեծ խնդիր ունի քաղաքասարակությունը ներգրավելու որոշումների կայացման գործընթացում, հատկապես այնպիսի գործունեության, այնպիսի գործարար շրջանակների հետ աշխատանքների ընթացքում, որոնք ակնհայտորեն իրենց գործունեության ընթացքում շրջակա միջավայրին հասցնում են որոշակի վնաս, ունենում են բացասական ազդեցություն։ Մենք չենք կարող թույլ տալ կորցնել բնության կողմից մեզ տրված հարուստ կենսաբազմազանությունը։ Սա նվեր է ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհի համար։ COP17-ը կարող է միավորել կառավարությունների, տեղական համայնքների եւ ակտիվիստների ջանքերը եւ ներգրավել միջազգային կազմակերպություններին, որպեսզի ապահովի բնական էկոհամակարգերի պահպանումն ու վերականգնումը, որ կենսաբազմազանությունը համարվի ազգային անվտանգության եւ կայուն զարգացման հիմք։ Մենք էլ պետք է մտածենք նմանատիպ մեխանիզմների եւ օրինակների ազգային մակարդակով ընդունելու մասին, որպեսզի մենք կարողանանք եւ զարգացնենք եւ մեր պետությունը եւ տնտեսությունը զարգացնենք, բայց նաեւ հաշվի առնենք, որ մենք ունենք ունիկալ, շատ հազվագյուտ էկոհամակարգ։ Ծրագրի արդյունքում մշակվել են առաջարկություններ COP17 գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը հետագայում ակտիվացնելու նպատակով։ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը եւ այլ միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ անհրաժեշտ են համարում ամրապնդել գործընկերային հարաբերությունները եւ ապահովել ուղղակի համակարգում ու երկխոսություն շրջակա միջավայրի նախարարության հետ։ Խորհրդակցության մասնակիցները դրական արձագանքեցին շրջակա միջավայրի նախարարության առաջարկին, ստեղծել հատուկ աշխատանքային խումբ ու թվային հարթակ, ապահովել շահագրգիռ կողմերի կառուցվածքային եւ շարունակական ներգրավվածությունը։ Առաջարկվեց շարունակել իրազեկման գործունեությունը համայնքներում, տեղի բնակչությանն ընդգրկել կազմակերպվող միջոցառումներում։